Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Դավիթ, ես ոնց է այստեղ ես։ Ոնց ես։ Ինչ ես հիվանդացել։ Սիրտդ ինչ ա ուզում ասա։ Ինչ գնամ բերեմ, որ շուտ լավանաս։ Քեզ որ տեսա արդեն հերիք։ Էս ինչ ա եղել։ Ինչ որ նոր կասկածյալ կա, ինչ որ բան են բացահայտել։ Չգիտեմ, ես էլ եմ զարմացած։ Խաչատյանը կանչեց մի քանի հարց տվեց, հետո ասաց, որ ինձ ստորագրությամբ բաց են թողնում։ Բայց այդ հիմա կարևոր չի, Մարիա։ Կարևորն է նա, թե ինչի դու քեզ լավ չես հետևել, ու ինչի ես այսօրին ասել։ Մրսել եմ, կանցնի։ Այդ նրանից է, որ շատ բարակ ես հագնում ես սրտին, ու վստահ եմ, այս ընթացքում ոչ էլ նորմալ սնվել ես։ Ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ուղղակի աչքերից չեմ հավատում, ոնց որ երաս լինի։ Ինձ թվում էր քեզ էլ երբեք չես տեսնելու, հա։ Ես քո ճակատագիրն եմ, Մարիա։ Իսկ ճակատագրից ինչ իրավիճակ էլ ուզում ա լինի, չես կարա փախնես։ Շատ լավ համեմատություն էր, Դավիթ։ Բայց դու իմ համար ամեն ինչ ես։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ կարա գա մի օր, երբ իրարից առանձին լինենք ու իրարից անտեղյակ։ Էլ մի շարունակի, լավ։ Դու ավելի լավ շուտ լավացի, որ կարոտս կարողանամ քեզնից առնեմ, թե չէ սենց չի լինի։ Դավիթ, քեզ որ ստորագրությամբ են բաց թողել, նշանակում է ամեն պահի կարան հետ տանեն բաժին, չէ։ Մարիա, վերջացրու։ Ես հիմա քո հետ եմ ու դու ոչ մի բան չունես մտածելու։ Շատ ես դրսում մնացել։ Կանցնի։ Լավ մրսել ես։ Հա, Ռուբեն, լուր կա Մարիայից։ Հա, նոնա, դրա համար եմ զանգել։ Մարիային գտել ենք հիվանդանոցում։ Ինչ ա եղել Մարիային։
Չէ, լուրջ բան չկա, մի անհանգստացի, ասացին ուղղակի բարձր ջերմություն ունի, ես էլ Աբուլի հետ եմ։ Բայց դու մամային տենց չասես։ Մամային ուղղակի ասա Մարիան իմ հետ է, այդքան բան։ Որ հիվանդանոցում եք։ Ասա ես էլ կգամ։ Գալու կարիք չկա, նոնա։ Հիմա այդ վիճակում մամային մենակ թողելը լավ գաղափար չի։ Ես քեզ կզանգեմ։ Ռուբեն Մարիանի երեխեն էլա ու ես էլ եմ անհանգստանում։ Ասացի կզանգեմ, նոնա։ Դավիթին ես զանգում։ Հա, բայց չի պատասխանում։ Բայց եթե իրան բաց են թողել, այդ նշանակում է, որ հեռախոսն չէ իր մոտ է։ Հա, ուղղակի նոր եմ բաց թողել, հնարավոր է իրերը դեռ չեն տվել։ Մի քիչ հետո նորից կփորձես։ Լավ։ Դե այդքան էլ չէ։ Մարիա, դու գիտես, որ քեզ մի բան է լինում, ես ինձ կորցնում եմ։ Դրա համար ուզում եմ, որ դու քո հանդեպ ավելի ուշադիր լինես, քան ցանկացած այլ բանի։ Իմ համար առաջնայինը քո լավ լինելն է, ու ինչքան էլ մեր վիճակը վատ լինի, ես միշտ ուզում եմ տեսնեմ, որ դու լավ ես, որ դու իմ ուժեղ Մարիան ես։ Դավիթ, իմ համար էլ դու ես առաջնային։ Ու իմ համար շատ դժվար է քեզ անազատության մեջ տեսնելը։ Ես ամեն ինչ փորձել եմ անել ու երբ չի ստացվել, ես ինձ շատ վատ եմ զգացել ու դեռ վատ եմ զգում։ Էլ տենց բան չասես, լսում ես ինձ։ Այս սովորական թյուրիմացությունն է, որը անցնելու է։ Ես ոչ վախենում եմ, ոչ էլ անհանգստանում եմ ու նույնն էլ Մարիա քեզ եմ խորհուրդ տալիս։ Բայց Էլ ինչ բայց։ Մարդ ու խելացի աղջիկ ես։ Ոնց ես կարծում։ Եթե անգիտակցաբար մարդ է սպանում։ Դրան ներում կա։ Ինչ։ Ուղղակի եմ հարցնում։ Եթե մարդ է սպանում, բայց չէիր ուզում, ուղղակի ստացվել է։ Դրան ինչ-որ ձևով ներում կա։ Ես օրենքի մասին չեմ խոսում, հասկանում եմ, որ օրենքը հաստատ չի ների, բայց մարդիկ, հարազատները, մտերիմ մարդիկ։ Ինչ-որ ձև կա, որ կհասկանան ու կներեն։ Մարիա։ Դավիթ, ես հասկանում եմ, որ դու հիմա այս ամեն ինչ ասում ես։ Նրա համար, որ ես ինձ վատ չզգամ, բայց գիտեմ, որ անհանգստանում ես ու վախենում ես, որովհետև շատ լավ գիտեմ, թե մարդ ինչ է զգում, երբ օրենքի առաջ է կանգնում իր չարածների համար։ Բայց ես քեզ խոսք եմ տալիս, որ սենց չի մնա։ Ամեն ինչ սենց չի մնա։ Մարիա, ես ինչ խոստումներ ա։ Դու հիշում ես, չէ, որ ոչ մի բանի չպիտի խառնվես։ Հիշում ես, չէ, Մարիա։ Մարիա։ Մարիա նոր լավ է, ինչ եղավ։ Բուժքույն։ Բուժքույն։ Ոյ։ Մամ, ոնց ես, մամ ջան։ Արդեն լավ եմ, նոնա ջան, լավ։ Եկել եմ ասեմ, որ Մարիային գտել են, Ռուբենի հետ է ու հեսա կգան։ Չես խաբում, չէ։ Չէ, մամ, ինչի պետք է խաբեմ։ Եթե ուզում ես զանգեմ Ռուբենին, թող ինքը քեզ ասի։ Բա ուր ա եղել ամբողջ գիշեր, ինչ էր ասում։ Ռուբենը զբաղված էր։ Կարճ խոսեց։ Բայց հեսա կգամ կիմանանք։ Չգիտեմ, մի տեսական հանգիստ եմ, գիտես, ոչ մի կերպ չեմ հանգստանում, մեջս ինչ-որ վատ զգացողություն կա։ Մամ, երևի վախեցած ես, կամ այդ լարվածությունից է։ Ավելի լավ է հիմա պարկես մի փոքր հանգստանաս, որ Մարիան գա ուժ ունենաս հետը խոսելու։ Բայց Մարիան լավ է, ամեն ինչ լավ է, հա։ Նոնա։ Հա, մամ ջան, Մարիան լավ է, Ռուբենի հետ է։ Ուզում եմ ձայնը լսեմ։
Մինչև ձայնը չլսեմ, չեմ հանգստանա, նոնա։ Արի մի փոքր սպասենք։ Դե գիտես, որ հիմա զանգենք Ռուբենը կբարկանա։ Թե կուզես։ Չէ, չեմ ուզում թեյ։ Ավելի լավ է դուրս գանք մի քիչ քայլենք, հա, մաքուր օդին։ Մի տեսակ շունչս կտրվում է։ Արի մամ ջան, արի գնանք։ Հիմա ոնց է Մարիան, ինչի տենց կտրուկ վատացավ։ Մարիան մրսած է։ Բա հիմա ոնց է։ Հիմա հանգստացնող եմ ներարկել, որ քնի հանգստանա, հետո նոր կաթիլայինը կստանա։ Լավ, շնորհակալություն։ Ոնց ես ախպերես։ Լավ կլինի, եթե դուրս գալուց հետո Մարիային ստեղ չտեսնեին այտենց վիճակում։ Արարծես։ Տեսել ես արդեն Մարիային։ Հա, մի քանի բար խոսեցինք, վատացավ։ Չեմ հասկանում, որտեղ է հասցրել տենց մրսել։ Մի քիչ առաջ բուժքույրի հետ է խոսում, ասում է մոտը շատ ուժեղ մրսածություն է, ջերմության տատանումներ է լինում ու դրա արդյունքում ցնցումների մեջ է հանգնում։ Դավ, Մարիան։ Բա ոնց եղավ որ դուրս եկար։ Նկատի ունեմ Խաչատրյանը ինչ ասաց ստորագրությունից առաջ։ Ոչ մի բան չասաց, հարցերից չէր պատասխանում ընդհանրապես։ Այդ հաստատ մեզանից մի բան է թաքցնում։ Հիմա կարող ենք տեսնել Մարիային, հիմա ոնց է։ Չէ, քնած հանգստացնող են ներարկել, բայց մեկա չեմ հասկանում, ոնց է տենց ստացվել։ Նա խոսամ գամ։ Ոնց հասկացա Դավիթը դեռ չգիտի ինչ ա եղել իրականում։ Աբուլ, ես հասկանում եմ, որ դու Դավիթին չես ուզում խաբես։ Ես էլ չեմ ուզում խաբեմ, բայց հիմա պետք չի որ իմանա։ Հիմա ավելորդ գլխացավանք պետք չի իրան։ Բայց վաղ թե ուշ իմանալու է։ Հա, իմանալու է, բայց ես հասկանամ ինչ ա եղել։ Իմ անելիքները անեմ, հետո թող իմանա։ Մանավանդ որ նոր է ստորագրությամբ ազատ արձակվել։ Այդ արի չմոռանանք։ Հա, չէի մտածել, երևի ճիշտ եք։ Դավիթ, դու վաղը պետք է բաժին գաս նորից։ Ինչի համար։ Հարցակնության։ Չեմ հասկանում, հիմա այս ազատությունս քթերից պիտի բերեք։ Քեզ ասել է, չէ, որ սա քո ազատությունը չի։ Լավ, հասկացա, կգամ, բայց այս անգամ գոնե ուրիշ հարցեր նախապատրաստեք։ Աղջիկան մի բան եղած չլինի։ Վայ Մարիա։ Հա, նոնա։ Ռուբեն ոնց է Մարիան։ Կաթիլային է ընդունում, դեռ չեմ մտել մոտ, նոր արթնացել։ Ռուբեն, ես էլ տեղս չեմ գտնում։ Անհանգիստ եմ, ուզում եմ գամ։ Նոնա ջան, հիմա քո գալը սխալ է։ Հիմա որ դու գաս, մաման մի բան կկասկածի, կվատանա, պետք չի դա մեզ։ Ես քեզ կզանգեմ։ Ես կսպասեմ քո զանգին, Ռուբեն։ Չեմ մոռանա, լավ։ Մամ, սուրճ կխմես։ Դու ամոթ չունես։ Դու որպես աղջիկ ամոթ բան չկա։ Չհասկացա, ինչի։
Այդ փաստորեն, որ ես առավոտը Ռուբենին ասում եմ Ռաֆը քնածած, մի հատ է դու ես զանգում ստուգում, աղջիկ ջան։ Մամ, չսկսես էլի։ Ինչ է չսկսեմ, Լիլիթ։ Քո աչքի առաջ չեղած բանի համար աղբորդ են մեղադրում։ Դու գոնե կողքը լինես, պաշտպանես, ընկել ես իրենց ջրերը։ Մամ, Ռաֆը այնպես չի արել, որ վստահելով ես իրան պաշտպանեմ։ Ու ասեմ ավելին, ես մինչև հիմա կասկածում եմ, որ ինքը լավ էլ կապ ունի Մարիայի անհետացման հետ։ Ամոթ քեզ, Լիլիթ, 1000 ամոթ։ Ճիշտ են ասում, էլի թշնամին տնից կլինի։ Չէ, մամ ջան, ուղղակի դու ինձ թշնամի ես համարում զուտ մենակ նրա համար, որ ես Ռաֆի սխալներին կուլ չեմ գնում ու չեմ ընդունում իր արածները ու չեմ պաշտպանում իրան։ Ես մտածում եմ դու վերջապես հասկացել ես, բայց դու հասկանում ես, որ Ռաֆին քո այս քայլով չես օգնում։ Հակառակը։ Որովհետև աղջիկ ջան, Ռաֆը իմ տղեն է, իմ արյունն է, իմ արևն է ու կյանքն է, իմ ամեն ինչն է, իմ կյանքի իմաստն է։ Ու ես պետք է իրան պաշտպանեմ միշտ։ Լիլ, Մարիային գտել ենք։ Հիմա հիվանդանոցում է, շատ բարձր ջերմություն ունի։ Ասեցի ասեմ, տեղյակ լինես ու էլ չմտածես։ Աբուլ Հասեն ասա, ես հենց հիմա գալիս եմ։ Եվ որտեղից գտան մեր հերոսուհուն։ Մամ, ես հիմա գնում եմ Մարիայի մոտ։ Ժամանակ չկա, հետո կխոսենք։ Գտնվեց։ Պապ։ Ոնց ես բալես։ Պապ, բարկացած ես չէին վրա։ Որ ասեմ չէ կխափեմ։ Բայց առաջնահերթ հիմա ինձ քո առողջությունն է հետաքրքրում։ Ոնց ես։ Արդեն լավ եմ։ Դեղերը օգնում են։ Մարիա, ուր է իր գիշերը։ Ինչի ես տեղյակ չեմ։ Ինչ ես անում։ Ինչով ես զբաղված։ Պապ, խնդրում եմ, թող մնա հետո, հա։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Հետո երբ, Մարիա։ Երբ որ գլխիդ նոր փորձանք բերես այդ ժամանակ ուշ կլինի։ Ռաֆը կապ ունես ամենի հետ։ Պապ։ Ես գիտեմ, որ դու Ռաֆի հետ հանդիպել ես, նաև գիտեմ, որ Ռաֆը քեզ տուն է բերել։ Այս ինչ անհասկանալի շփումների մեջ ես։ Պապ, խնդրում եմ քեզ, ես քեզ հետո կբացատրեմ, հա։ Շատ եմ խնդրում, հասկացիր ինձ։ Փաստորեն չես երգում, հա, ասածներս։ Դուք շփման մեջ եք։ Պապ, ես հասկանում եմ, որ դու ամեն ինչ սխալ ես հասկացել, ու այդ նորմալ է։ Որովհետև իմ քայլերը անելուց հիմարի պես քեզ տեղյակ չեմ պահել։ Բայց խնդրում եմ քեզ, հիմա արի այդ մասին չխոսենք, ես չեմ ուզում Դավիթի մոտ Ռաֆից խոսել։ Թող մնա հետո ես քեզ խոստանում եմ ամեն ինչ կբացատրեմ։ Ուղղակի չեմ ուզում, որ Դավիթը իմ պատճառով նոր խնդիրների մեջ ընկնի։ Լիլիթ մի հատ սուրճ դիր։ Պետքա տանը լինի, որ սուրճ դնի։ Այսինքն չհասկացա, ուր է։ Ոնց որ շատ է, հա, չափերը անցել էլ չի էլ զանգում դուրս գալուց։ Իսկ դու քեզ նորմալ ես պահում, որ զանգի։ Հենց տեսնում ես, ուզում ես հում ուտես։ Մամա ուր է գնացել։ Հիվանդանոց։ Ինչ հիվանդանոց, ինչի համար։ Մարիային են տարել։ Որ հիվանդանոցում է։ Դու ինչ իրար խառնվեցիր։ Մամա հարց եմ տվել, զանգի աղջկա իմացի, որ հիվանդանոցն է, բայց չասես, որ իմ համար է։ Ինչ ես իրար խառնվել, Ռաֆ։ Կարող է կապ ունես այս ամեն ինչի հետ։ Մամա ասածս կանես։
Հա, մամ։ Լիլիթ որ հիվանդանոցում է Մարիան հասցեն ուղարկի։ Ինչի ես հարցնում, մամ։ Որովհետև փոշմանեցի, ուզում եմ գամ։ Դու։ Հա, դե Ռուբենը լավ մարդ է, լավ է վերաբերվում իմ ընտանիքին, գուցե իմ աջակցության կարիքը լինի։ Լավ, հիմա կուղարկեմ։ Ես էլ եմ գալիս հետդ։ Դու ոչ միտեղ չես գալիս, մամա։ Մնա տանը, հետո մի բան կխաբես։ Բայց այդտեղ հիմա ես ու դու ենք մենակ, Մարիա, Դավիթը չկա։ Գիտեմ, պապ, բայց ամեն րոպե կարա ներս մտնի, չէ՞։ Պապ, չեմ ուզում, որ ինքը իմանա, խնդրում եմ քեզ։ Դու միշտ ինձ հասկացել ես, միշտ դրությանս մեջ մտել ես։ Ռաֆի հետ իմ շփումը ուրիշ նպատակ է ունեցել, պապ։ Ես սա հիմա քեզ ասում եմ, որ սխալ տպավորություն մոտդ չստեղծվի, մինչև ամեն ինչ ես ինքս քեզ կպատմեմ։ Սենց որ խոսում ես, ինձ ավելի ես վախացնում, Մարիա։ Ինչ արել այդ լակոտը քեզ։ Ինչ արել, որ դու հիմա ես օրին ես։ Ինչի՞ չես խոսում։ Այս քո լռությունը ինձ ավելի է հունից անում, հասկանում ես։ Պապ, ինձ ժամանակ տուր։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, բայց ոչ հիմա։ Չեմ ուզում Դավիթը իմանա։ Դու չես պատկերացնում, թե հիմա ես ինչ եմ զգում, Մարիա։ Դու չես պատկերացնում, թե ես ինչ ապրումներ ապրեցի այն ժամանակ, երբ ես իմացա, որ դու տանը չես գիշերել։ Էլ չասեմ հիվանդանոցի մասին։ Պապ, կներես ինձ։ Կներես, որ իմ պատճառով վախեցել ես, որ իմ պատճառով անհանգստացել ես։ Բայց ինձ ժամանակ տուր, մինչև տուն հասնենք։ Որ Դավիթը չիմանա այս ամենի մասին, շատ եմ խնդրում։ Այս աննասունս թե ինչ է անում։ Ուր էիր։ Ինչ է եղել դա։ Այն աննասունն էր ստեղ։ Ով։ Ռաֆը։ Հա, ով է։ Ռուբեն երեխոց տեղեկություն ունես, երեկվանից անհանգիստ եմ։ Արի հետո կխոսենք, հա։ Չէ, իհարկե չի լինի։ Ասում եմ երեկվանից անհանգիստ եմ, ուր է երեխեն։ Մարիան հիվանդանոցում է, ջերմությունը բարձր։ Առանձնապես լուրջ խնդիր չկա։ Ով է, ես չեմ հասկանում, Մարիան մի տեսակ փոխվել է։ Հեչ իրան նման չի։ Ռուբեն, ինչի ես տենց խոսում։ Գիշերը տանը չի եղել։ Բայց մենք այդ առավոտն ենք պարզել։ Ոնց տանը չի եղել։ Ինչ ա եղել, Ռուբեն։ Ուր ա եղել։ Դե հարցնում եմ, չի պատասխանում ուր ա եղել։ Ասում է հետո կասեմ։ Բայց ես մտածում եմ Ռաֆի մատը խառն է, որ Մարիան հիմա այս վիճակում է։ Եթե հանկարծ իմանամ դա տենց է, ես այս անգամ դրա հետ ուրիշ ձև եմ խոսելու, կտեսնես։ Հիմա ոնց է երեխես։ Հիմա ամեն ինչ լավ է։ Դավիթն էլ աստեղ ստորագրությամբ բաց են թողել։ Ինչ լավ է, գոնե մի լավ բան ասեցիր։ Հա,
Դու կարևորը մի լարվի, քեզ լավն է, ես խոստանում եմ ամեն ինչ կանեմ։ Բարև ձեզ։ Ինձ ասացին, որ Մարիա Դավթյանը այս բաժանմունքում է, բայց չեմ կարողանում գտնել, որ խնդրեմ կուղեկցեք ինձ։ Իհարկե, եկեք։ Ինչ հարցրավ։ Ես քո հարցից ոչ մի բան չեմ հասկանում։ Ինչ պետք է իմացած լինեմ։ Ասի դու ինձ հիասթափեցնում ես, գիտես։ Ինձ թվում էր խելացի աղջիկ ես, բայց փաստորեն հետ չտենց չի։ Քեզ ինչ թվում էր կարաս ապուշի տեղ դնես ինձ ու բերես տեղ խոսացնես, հա։ Ինչ։ Հա հիմա էլ իբր չհասկացար, հա։ Մարիա, ասեմ, որ դերասանական խաղը շատ թույլ է։ Կամ էլ չգիտեմ, երևի զարմանքից է, որ չի ստացվում մոտդ։ Ռավ, դու մարդ չես, դու սովոր չես մարդկային վերաբերմունքի։ Չնայած ում եմ ինչ ասում, եթե ես փորձել եմ քո մեջ մարդ տեսնեմ, ամենաառաջին սխալը ես եմ։ Բրավո, լուրջ եմ ասում, բրավո։ Ուրեմն հիմա լսի քեզ ինչ եմ ասում։ Դեռ չկա մեկը, ովի հետ կարա սենց խաղեր խաղա։ Ու քո այս տունտունիկի համար ես կարայի քո հետ անեին այն ինչ որ կուզեի։ Ուղղակի դեռ դիմանում եմ։ Դիմանալու եմ այնքան, մինչև ասես, թե ինչ ես լսել։ Ռաֆ, ինձ տուն տար։ Չէ։ Ռաֆ։ Դու ինքդ ես գնալու ստեղից, ուղղակի չգիտեմ այս անգամ ոնց ես հասնելու, մանավանդ որ ասպետդ հաստատ հետևիցը չի գալու։ Ես սենց չէի պլանավորել։ Սենց շուպտի իներ։ Թող, Ռաֆ, ասում եմ, թող։ Դու ինձ խոստացել, որ չես վնասի։ Ինչ ես իմացել, Մարիա։ Այսինքն դու ինձ շատ լավ հասկացար։ Ես հենց հիմա պապայիս եմ զանգում։ Հետ դուր ասում եմ, Իսկ դու արդից պատասխանի։ Ես ես ինչ սխալ բան արեցի, Աստվածի։ Ես ոնց թույլ տվեցի։ Որ կարող է սխալ ենք արել։ Ես չպիտի համաձայնվեի քեզ հետ։ Արի Ռուբենին ասենք, Մար։ Չէ, խնդրում եմ պապային ոչ մի բան չասես։ Ռաֆը համարյա խոստովանում էր, ուղղակի Ալան վատացավ։ Եթե Ալան չվատանար, ես հիմա ամեն ինչ կիմանայի։ Իսկ ինչի ես այդքան համոզված։ Կարող է ինքը ամեն ինչ հասկացել է ու քեզ հետ հավասար մտել է խաղի մեջ։ Չէ, վստահ եմ, որ չի հասկացել։ Շատ իզուր, Մար։ Դու պետք է ամեն ինչ սպասես Ռաֆից ու ամեն ինչ հաշվի առնես։ Խնդրում եմ քեզ, պապային ոչ մի բան չասես, հա։ Ես վստահ եմ, որ Ռաֆը ինձ ամեն ինչ կպատմի ու ես ապացույցներ կունենամ։ Քեզ թվում է լավություն ես անում Մարիային։ Ես ընդամենը խոստացել եմ երեխուս։ Գոնե մի ասա երեխուս։ Դու այդ իրավունքը չունես։ Եթե դու լավ մայր լինեիր, դու թույլ չէիր տա, որ քո երեխեն գնա թշնամու մոտ։ Դու ամեն ինչ կանեիր, որ հեռու մնա ինքը այդ ամեն ինչից։
Մարիան երիտասարդ աղջիկ է ու շատ բաներ ուրիշ կերպ է պատկերացնում։ Շատ բաներ հեշտ է տանում, բայց որպես մայր դու պետքա Մարիայի կողքին լինեիր։ Դու չպետք է թույլ տայր, որ ինքը այդ քայլին գնա։ Ես իրականում չգիտեմ, թե ինչ է եղել։ Ու ինչի է Մարիան որոշել Ռաֆի հետ հանդիպի։ Բայց ամեն դեպքում այս ամեն ինչը քո արարքները չի արդարացնում։ Դու ամեն գնով պետքա պաշտպանեիր երեխուն ու թույլ չտայր, որ գնար այս քայլին։ Այ հիմա կարամ ես սուս մնամ ու էլ ոչ մի բան չասեմ։ Դու հիմա քեզ լավ մայր ես համարում, հա? Էլի որպես ծնող ես քեզ համարում։ Լսի Մարիան իմ երեխեն է, հասկացար։ Ու ես եմ որոշում իրան ոնց դիմեմ, ոնց չդիմեմ։ Բարև Դավիթ։ Բարև Լիլիթ ջան։ Ուրախ եմ, որ դուրս ես եկել։ Ես մի քիչ ուշացա, որովհետև խանութ էի մտել, ուզում էի Մարիայի համար միրգ առնեի։ Լիլ, արի դուրս գանք, դուրսում խոսենք, մեկը հիմա Մարիայի մոտ չեն թողնում։ Իսկ իմացաք ուր ա եղել գիշերը։ Այսինքն ուր ա եղել գիշերը։ Մեկը ինձ կարա բացատրից, թե ինչ ա կատարվում, ինչ ա խոսում ես աղջիկը։ Ուր ա եղել Մարիան գիշերը։ Դավ հիմա կխոսենք, հա։ Ճիշտ կլինի ես խոսեմ Դավիթի հետ։